Պարոն քաղաքապետ, Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիտորինգի 184 կայաններից 25 թվականի նոյեմբեր ամսին ստացված տվյալների համաձայն օդի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 142, իսկ PM10-ի համար 64։ Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքերում։ Եթե համեմատական անցկացնենք 24 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ, ապա PM2.5-ը կազմել է 101 եւ PM10-ը կազմել է 53։ Նշեմ, որ 25 թվականի նոյեմբերի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում AQI ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 180, այսինքն սա այն ժամանակահատվածն է, որտեղ դիտվել է կտրուկ վատթարացում։ Սակայն անցյալ շաբաթվա վերջից արդեն մեր կայաններով ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ համեմատորեն նվազում են տվիչների ցուցանիշները։ Եթե մենք այստեղ ինչ-որ մի բան խոսում ենք, դա նշանակում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները, բոլոր աշխատակիցները պետք է տեղեկացված լինեն, ինչի մասին ենք մենք խոսացել այստեղ։ Եթե մենք խոսացել ենք օդի որակի մասին եւ ասել ենք, որ տերև չպետք է վառվի, ոչ մի քաղաքապետարանի աշխատակից չի կարող հետո պարզվի ինչ-որ միտեղ, որ տերև է վառում։ Եթե ես եկել եմ որևէ վարչական շրջան, ասել եմ, այստեղ խնդիր ա եղել, ու արդեն պետք է վարչական շրջանի ղեկավարը ֆիքսի, ինչ ծավալի խնդիր ա, ինքը ինչ գործողություն պետք է անի, ում պետք է նկատողություն տա, ում պետք է աշխատանքից ազատի։ Որովհետև այնուամենայնիվ վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է, նույնիսկ դա հասկանալ, ամեն ինչ չի, որ մատով պետք է ցույց տրվի։ Որովհետև հետագայում արդեն ես պետք է մտածեմ ինչ անել այդ վարչական շրջանում, կադրային առումով։ Եվ սա վերաբերում է բոլորին, հարգելի գործընկերներ, բոլորին։